Պարոն Խաչատրյան, դուք կարող եք ներկայացնել, ասենք, քանի երեխա է ծնվել այս ծրագրի շրջանակներում 3-րդ, 4-րդ, 5-րդ, ովքեր ստացել են 1 միլիոն եւ համապատասխանաբար 1.5 միլիոն աջակցություն միանվագ, եւ արդյոք մեր երկրում առաջին եւ երկրորդ երեխաների ծնունդն է շատ ավելի խնդրահարույց, թե 3-րդ, 4-րդ, 5-րդ, եւ ինչքանով է ձեր այս ծրագիրը նպաստելու ժողովրդագրության խնդրի լուծմանը։ Մեր ժողովրդագրության խնդիրը լուրջ է 3-րդ, 4-րդ, 5-րդ եւ ավելի երեխաների ծնելիության հարցում, բայց առաջին եւ երկրորդի մեջ մենք այդքան լուրջ խնդիրներ չունենք եւ արդյոք համահարթեցումը չի նշանակում պարզապես ընտանիքներին նորից հետ բերել 1-2 երեխաների ունենալու լուծում։ Տիկին Գյուլիան, մենք իրականում եւ ժողովրդագրության ռազմավարության շրջանակում վերլուծություններ ենք կատարում եւ նաեւ ծնունդների ցուցանիշները փաստում են, որ առաջին եւ երկրորդ երեխա ունենալու հետ կապված այսօր մենք բախվում ենք դժվարությունների, որովհետեւ այդ թվերը նվազում են։ Եվ եթե 2014 թվականին ծնվել էր առաջին 19500 երեխա, երկրորդ 16000, ապա 24-ին 11000 առաջին եւ 10500 երկրորդ։ Այնինչ երրորդ եւ հաջորդի մասով ունենք աճեր, օրինակ 14 թվականին 332 հինգերորդ հաջորդ, 2024-ին 711, նույնը նաեւ 4-րդ եւ երրորդներին է վերաբերում, եւ մենք այսօր խնդիր ունենք, շատ ավելի մեծ խնդիր ունենք առաջին եւ երկրորդ երեխաների հետ կապված ուրեմն հարցեր քննարկել, այսինքն դրանք քննարկված են եւ ռազմավարության ներքո մենք պատրաստել ենք գործողությունների ծրագիր, որտեղ հասցեագրվում են նաեւ առաջին ու երկրորդների հետ կապված հարցեր։ Պարոն Խաչատրյան, իսկ երբ այդ թվերին դուք հանգեցիք, դուք ուսումնասիրություն արեցիք, թե առաջին, երկրորդ երեխաների ծնելիության այդ քանակի նվազեցումը ինչով է բացատրված։ Ընտանիքները ձևավորվում են, երեխաները չեն ծնվում, թե պարզապես ընտանիքներ չեն ձևավորվում, ամուսնություններ չեն գրանցվում, դրանց թիվն է պակասել, թե արտագաղթն է ուժեղացել, թե ամուսնալուծություններն են շատացել, չէ՞ որ առաջին, երկրորդ երեխայի պակաս ծնելիությունը մենակ մի այդ շատ բաղադրիչներից է կազմված եւ արդյոք ձեր ես փաստորեն արդեն կայացած 3-րդ, 4-րդ, 5-րդ երեխա ունեցող ընտանիքներին դուք առաջարկված գոյություն ունեցող աջակցությունը նվազեցնում եք եւ դրանով չեք էլ փորձում լուծել առաջին 2 երեխա ունեցողների հիմնախնդիրը ընտանիքները չեն ձևավորվում ամուսնալուծությունները շատանում են արտագաղթը ուժեղանում է սրանք են հիմնախնդիրներ որոնք պետք է որպես ժողովրդագրական հիմնախնդիր լուծվի եւ կառավարության ուշադրության կենտրոնում լինի ոչ թե սա չլուծել այլ մյուս լուծումն էլ որը բավականին արդյունքեր տվել մի բան էլ հետ կանչել Տիկին Գյուլիան մենք չենք նվազեցնում ընդհակառակը շատացնում ենք որովհետեւ բերված օրինակով 1 միլիոնի փոխարեն ստանալու է 5 միլիոն եւ եւս 3.6 միլիոն դրամ այսինքն 1 միլիոն եւ 4 միլիոն 100,000 դրամ 6 տարվա ընթացքում Շատ լավ է, 6 տարվա մեջ, որովհետև մենք մեր վերաբերմունքն ենք ցուցաբերում այն ընտանիքներին, ովքեր գնացել են այդ որոշման, որ ունենան երրորդ երեխա եւ պետությունը իր ձեռքն է մեկնում, որովհետև երրորդ երեխան արդեն որոշակի ֆինանսական դժվարություններ է Իրանից ենթադրում եւ այստեղ պետությունը իր ձեռքը մեկնում է։ Կապված առաջի երկրորդների նվազման հետ, դրանք պայմանավորված են ամուսնության տարիքի բարձրացմամբ, երեխա ունենալու, մայրանալու տարիքը նույնպես բարձրանում է, բայց ամենագլխավորը դա մեր բնակչության սեռատարիքային կազմն է եւ դա ունի պատմական շղթա տասնյակ տարիների եւ դրան մեծապես նպաստել է բացասական իմաստով 90-ականների հատկապես արտագաղթը, որովհետեւ այդ ընտանիքներից Հայաստանում չծնված երեխաները այսօր պիտի դառնային ծնողներ, իսկ նման իրավիճակում մենք ավելի լավ պատկեր, քան այսօր ունենք, մի քիչ դժվար է պատկերացնել։